1988 թվականի ժողովուրդը դուրս եկավ ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի համար։ Մարդիկ դուրս եկան արժանապատվության, արժանամակարգի, հայրենիքի համար։ Եվ այդ շարժումն էր, որ կոտրեց խորհրդային կայսրության խարխրված պատերը Հայաստանում։ Հայաստանի անկախացման անհրաժեշտությունը դարձավ համոզմունք ոչ թե արցախյան հարցում ելք չլինելու պատճառով, այլ ոչ խորհրդային տարածքում մթնոլորտ էր այդպիսին, Մերձ Բալտիկայից մինչև Վրաստան։ Եթե անգամ այս հարցում օրվա Հայաստանի իշխանությունները ինքնակորույս քայլեր չէին անում, ոչ թե կաշկանդված էին, այլ պահի լրջությունն էին հասկանում։ Դրա վկայությունն էր 91 թվականի Գեկաչեպեն։ Շատերը չեք հիշի, պատկերացրեք, արտանում եք մի օր Հայաստանում, որն արդեն պատրաստում է անկախության ու խորհրդային միությունում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։ Պատկերացրեք, եթե հաջողեր Գեկաչեպեն, ինչ էր լինելու, եւ Հայաստանի իշխանությունների լրջությունը ի հակադրություն Փաշինյանական իշխանության, որ խելքին ոնց փչի Ստեփանակերտում ինչ բղավի։ Ու վերջապես անկախության հռչակում հանրաքվե եւ զուգահեռ նույն process-ն արդեն Արցախի հանրապետությունում էր։ Ողջ աշխարհում էլ ազատագրական շարժումները հաճախ ունեցել են եւ ունեն բազմաշերտ շարժառիթներ եւ Ղարաբաղյան հարցը եղել է համազգային ինքնության, արդարության ու անվտանգության կարևոր բաղադրիչ։ Հայաստանը աշխարհին, անգամ խորհրդային Հայաստանին հաշվի առավ, գործակից դիտեց, աշխարհի մայրաքաղաքներում մեր ղեկավարներին ընդունեց, քանի որ Ղարաբաղյան պայքարներ ուժեղացնում մեր ժողովրդին ու երկրին։ Դա էր, որ օրակարգ էր թելադրում ու ոչ թե թուլացնում մեզ։ Հետագա 30 տարիներին, եթե միջազգային բեմերում Հայաստանը եղել է ուժեղ ներկայությամբ, եթե իր տարածքով ամենափոքրը լինելով ողջ տարածաշրջանում առանձնացել է, քանի որ ուներ Արցախի հանրապետություն, քանի որ գործոն էր քաղաքական, ռազմական, դիվանագիտական։ Ու հիմա Հայաստանի Հանրապետության սահմաններում տիրող իրավիճակը 240 կիլոմետրից ավել օկուպացված տարածքի փաստը վկայում է, որ Արցախի Հանրապետությունն ինչ կարևորագույն ու գնահատելի անվտանգային բարձիկ էր ու գործոն Հայաստանի Հանրապետության համար։ Արցախյան շարժումը պայքար էր հանուն արժանապատվության, ինքնիշխանության եւ պետականության ամրապնդման, անկախության պայքար էր, ոչ թե պետականության խաթարման։ Իդեպ, չբացելով փակագծերը, մի անգամ 1991 թվականի մարտ ամսին Հայաստանի Գերագույն խորհրդի փակ քննարկման ժամանակ, որտեղ ուսանողության անունից ներկա եմ եղել ու ելույթ ունեցել, այդ նիստում եւս մեկ անգամ խոսվել է Արցախյան հարցի մասին։ Արցախյան շարժման կարևորագույն արդյունքը Հայաստանի Հանրապետության նրա ինքնիշխանության համար եղել է այն փաստը, որ եթե այսօր Հայաստանի իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք, Մասիս, պարտական են Արցախյան շարժմանը, չեն բացում փակագծերը։ Բայց այսօր այդ շարժումը հռչակվում է որպես խանգարող հանգամանք։ Դուք ուզում եք մի հասարակություն, որը չի հիշում ինչու սկսվեց Արցախյան շարժումը, որ չի հիշում ինչի համար տվեց զոհեր, մոռանա Շուշիի ազատագրումից մինչև Արցախի Հանրապետության զարգացումն ու կայացումը։ Փաշինյանական ելույթում շեշտում էր, որ Ղարաբաղյան շարժման շարունակությունն այսօր կործանարար է, այնինչ ոչ միայն անցյալում էր դա սխալ, այլ հիմա էլ պիտի մոռանանք, պիտի վերջ դնենք այդ մտածողությանը։ Սա նոր հարձակման փորձ է մեր հավաքական հիշողության ու քաղաքական իմունիտետի դեմ։ Բայց եկեք շատ պարզ հարց տանք. ում համար է կործանարար Ղարաբաղյան շարժման շարունակությունը։ Կործանարները նրանց համար, որոնք ուզում են հաշտեցնել հայ մարդուն իրենց պարտավորության ու հայրենիքը թշնամուն շարունակաբար զիջելու հետ։ Նախ մի հստակեցում. Փաշինյանը հայտարարում է, թե այլևս չի լինելու Ղարաբաղյան շարժում։ Իրականում Արցախյան շարժումը ավարտվել է 1994 թվականին Ադրբեջանի եւ Արցախի պաշտոնական ներկայացուցիչների միջև կնքված զինադադարի փաստաթղթով։ Դրանից հետո այլևս Արցախյան հարցը դարձել է միջազգային քննարկման ինստիտուցիոնալ հարց։ Այդ պայքարով անկախացած Հայաստանում ինքնիշխանությունից ամենաշատ գոռացող այդ քաղաքական ուժ անցնող տարիներին մեր երկրի ինքնիշխանությունն ինչպես է ապահովում։ Օտար երկրների դրոշները սահմաններին պարբերաբար տնկելով, մեկ ռուսական դրոշներն են, հետո փոխին Եվրամիության դրոշներ,
Հասավ այնտեղ, որ մեր սուվերեն տարածքում գործարան կառուցելը պաշտպանելու համար տնկեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը, դա էլ չօգնեց։ Հիմա ով է ցանկանում ու կործանում մեր անկախությունը, որ մեր երկրի ծննդյան վկայական անկախության հռչակագիրը ցանկանում է ջնջել արտաքին պարտադրանքով ու թելադրանքով։ Իդեպ ասեմ պարզ, երբ առաջին անգամ Փաշինյանի շուրթերից հնչեց Ղարաբաղյան շարժումը թույլ չտալու մասին հայտարարություն, միանգամից հիշեցի մեր գործընկերների հետ արտգործնախարարությունում, երբ որ ծանոթանում էինք Ադրբեջանի հետ քննարկող փաստաթղթի, մի դրույթ կար, որ արգելվելու է եւ այլն, Ագերը Պաշտոնյանցի փաստորեն սրանով դաշնակցությունը փակելու եք, կատակի տվեց, բայց չասեց չէ։ Սա է մեղը։ Փաշինյանը ոչ թե համոզված է ասում շարժում թույլ չտալու մասին, այլի կատար է ասում առայժմ չվավերացված համաձայնագիրն ու ադրբեջանական հերթական պահանջը։ Արցախյան շարժման արժեքները չեն կարող խոչընդոտել Հայաստանի անկախությանը, ամուր եւ անվտանգ պետության ունենալու իրավունքը։ Ղարաբաղյան շարժման խեղաթյուրված գնահատականներն են խոչընդոտ Հայաստանի պետականության գոյությանը։ Հաջորդ արդեն տևական ժամանակ շրջանառվող թեզը, որ Փաշինյանի մանիֆեստի մեխերից է, թե տեղի ունենում իրական Հայաստանի սոցիալ հոգեբանական հեղափոխություն։ Եվ դրա արձանագրումներից մեկն է պետություն եւ հայրենիք նույնականացումը։ Ասել է, թե իբրև հայ ժողովուրդը վերջապես ընկալում է, թե իր հայրենիքը միայն Հայաստանի միջազգային ճանաչված սահմաններում է, իր ձեռքի փայլուն կտրված քարտեզում։ Այս թեզը ձևով փաթեթավորված, բովանդակությամբ խեղաթյուրված եւ նպատակով խիստ վտանգավոր է ու կործանարար։ Եվ դրա տակ կա մի պարզ ուղերձ. մոռացեք այն ամենը, ինչ դուրս է այդ քարտեզից։ Սա դեկլարատիվ կապիտուլյացիա է մեր պատմության, ինքնության ու հիշողության հանդեպ։ Հոգեբանական հեղափոխության քողի տակ դուք իրականում կերտում եք ազգային մոռացում։ Հայրենիքը քարտեզով չեն սահմանում։ Հայրենիքը ստեղծվում է հիշողությամբ, մշակույթով, հաղթանակներով, հանուն հայրենիքի նահատակվածներով։ Պետությունը սահման ունի, հայրենիքը հիշողություն։ Ու երբ հայրենիքը դառնում է բեռ, պետությունը կորցնում է իր հոգին։ Պետությունը առանց հայրենիք ընդամենը վարչական մեխանիզմ է, երբ պետությունը զրկվում է հայրենիքի գաղափարական հենքից, այն դադարում է լինել արժեք, դառնում է կառավարելի, վաճառվող ու նույնիսկ հանձնվող։ Կիրանցի օրինակը դրա լավագույն վկայությունն է։ Առանց խղճի խայթի, առանց կսկիծի, պատով հպարտացող այս իշխանությունը։ Երբ հայրենիքը չկա պետականության հիմքում, ապա պետությունն այդ պահին սկսում է ծառայել ոչ թե ժողովրդին, այլ միայն վարչակարգին։ Փաշինյանը հայրենիք ու պետություն հակադրության մեջ հայտարարում է, թե բյուջեն, հարկը, օրենսդրությունը մեր հասարակության համար ատելի են, որովհետև դա պետական համակարգի ատրիբուտներն են, բայց դա չի, որ իրականում մեր հայրենակցի համար ատելի է։ Քաղաքացին ատում է ոչ թե հարկը, այլ անարդար գույքը հարկը։ Հայտարարագրումը, որքան էլ իշխանությունը դրան գունավոր փաթեթավորի, քանի որ դրանում անարդարությունն է տեսնում իշխանավորի կողմից։ Այս իշխանությունը փորձում է ստեղծել մի նարատիվ, որտեղ գոյություն ունի միայն խաղաղության օրակարգ, բայց առանց պատմության, առանց հիշողության, առանց ինքնության։ Մեզ հաճախ համոզում են, թե հայրենիքի մասին խոսելն այն ցյալամոլություն է, թե արժանապատվության պայքարը խանգարում է խաղաղությանը եւ թե ազգային ինքնության պաշտպանության պահանջը ռևանշ է։ Ռևանշիզմ է։ Այդ ֆաշիստների հետ կապ չունի։ Երբ պետությունը ձգտում է ազատվել իր անցյալից, նա իրականում փորձում է ազատվել պատասխանատվությունից։ Այս քաղաքականության շրջանակներում միջազգային օրակարգից հանվել է հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը։ Այն նույն ցեղասպանությունը, որի մասին բարձրաձայնելը մի ժամանակ համազգային պայքար էր, բայց հիմա կարծես այդ ամենը պետք է մոռացվի հանուն հերթական զիջման, հերթական խաղաղության հնարավորության։ Սիրելի հայրենակիցներ, մեր ազգը արժանի է հիշողության վրա հիմնված խաղաղության, ոչ թե մոռացության վրա կառուցված խաբկանքի։ Մեզ պետք է պետություն, որը չի վախենում բարձրաձայնել այդ ճշմարտությունը, որովհետև առանց ճշմարտության չի կարող լինել ոչ արդարություն, ոչ խաղաղություն, ոչ ապագա։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել Հայաստանի արտաքին քաղաքականությունից կամ ամբողջությամբ։ Մի քանի օրից ապրիլ 24-ն է, ինչ են արել։ Այդ տրամաբանությամբ ներկայացում է Արցախը որպես միջազգայինորեն Ադրբեջանի ճանաչված տարածք, իբր թե
Դա ինչ որ ճշմարտություն է, որի հետ պետք է համակերպել, բայց այդպես է խոսում միայն նա, ով պարտվել է, պատրաստ է զիջումների հանուն ոչ թե հայրենիքի ու պետության, այլ սեփական իշխանությունը պահելու։ Ու վերջապես, արդյոք կարող է որևէ մեկը ստիպել այդ ժամանակ կավոր կորսված հայրենիքը հայրենիք չհամարել։ Կարող է որևէ մեկը ստիպել նույն Փաշինյանի ելույթի օրը եռաբլուրում այն հայրենակիցներին, որոնք եկել էին խնկարկելու Շահումյանի լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանի նահատակության 32-րդ տարելիցը, որևէ մեկը կարող է նրանց ստիպել, որ իրենց հայրենիքը այլևս չհամարեն Շահումյանը։ Անհնար է ջնջել դա։ Հիշողությունը կարոտը վերադառնալու հույսը։ Հակառակ դեպքում եկեք ջնջենք մեր քաղաքների անունները։ Արարատ, Մասիս, Երևանի համայնքներում անվանափոխենք Արաբկիրը, Մալաթյան, Սեբաստիան, Զեյթունը, արգելեք ծննդյան վկայականներում անվանակոչեն օրինակ իմ զույգ զավակների անուններով երեխաներ, Անի եւ Տարոն, քանի որ դրանք հայրենիքի այն հատվածներն են, որ այլևս Հայաստանի Հանրապետության մաս չեն։ Մի օր Արարատ Միրզյանին ասի, անձնապես չէի ուզում վիրավորել, ձեր կուսակից Թալինի քաղաքապետ, ցեղասպանության վերապրածների ժառանգ Տավրոս Սափեյանին ասեք անունը փոխի չի անի, բայց Տավրոսը չէ որ պատմական Հայաստանի մաս է։ Ուրեմն համերգացրաններում արգելեք քելել աղոք քելեր թանք մրերգիր երգը, արգելեք հնչի Կոմիտասի կռունկը, որ խապիկի է սպասում։ Եվ հենց այս հիշողության ուժով, հայրենիքի ոգով, ինչպես ամեն տարի, այնպես էլ երկորիտ, հայ երիտասարդը հիշողությունը չկորցրած հայ մարդը ջահերով, ծաղիկներով քայլելու է դեպի Տիտեռնակաբերդ, հիշելու մեր նահատակներին, դատապարտելու եւ պահանջելու պատասխանատվության ենթարկել ցեղասպանին, որ այլևս չկրկնվի այն ինչ տեղի ունեցավ 1915 թվականին ու հետո 2023 թվականին։ Ու վերջում, սիրելի գործընկերներ, շատ կար։ Գիտեք, անցնող տարիներին Նիկոլ Փաշինյանը այնքան խառը բաներ ասել, սենյակումս 14 թվական այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Իսրայել օրուց հետո միակ ազգային շարժումը եղել է 88 թվականի Ղարաբաղյան շարժումը։ Հետո հիշում եք, ամեն անգամ իր ասածները մի մեջ բերեք, որտեղ վաղը հակառակն ասելու, հետո մնալու եք այդ ամեն ինչի մեջ։ Շնորհակալ եմ։